Շնորհակալություն Մովսես նախ շնորհակալություն որ կազմակերպեցիր մենք փորձեցինք այս անգամ շնորհանդեսը կատարել Վալենսիային որպեսզի Վալենսիայի ժողովրդին ավելի շատ ընդգրկենք եւ փաստորեն ստացվում է շնորհակալ եմ որ բոլորդ այստեղ եք շնորհակալ եմ որ իմ հետ կիսում եք իմ հույզերը իմ աշխատանքը եւ կցանկանայի ասեմ որ Վալենսիայում սա երկրորդ անգամ է որ ներկայացնում ենք փնտրտուքների ճանապարհին աշխատությունը եւ այս անգամ ընդգրկել եմ ավելի շատ ստեղծագործություններ եւ կցանկանայի որ այս քննարկմանը գրքի քննարկմանը մասնակցենք բոլորս կցանկանայի որ լինի զրույց բոլորիս մասնակցությամբ որովհետև տարբեր թեմաներ կան ինձ թվում է ձեզ էլ հուզող բոլորիս իմ ընթերցողին հուզող շատ թեմաներ կան որոնք իմ ընթերցողը կցանկանար իմ հետ կիսվեր ինչ վերաբերում է փնտրտուքների ճանապարհին ասեմ որ սա 4-րդ հրատարակությունն է երկու հրատարակություն հրատարակվեց երկու անգամ Մոսկվայում առաջին երկու հրատարակությունները եւ երկու հրատարակություն ընդգրկելով նաեւ սա հրատարակվել է Երևանում այս մեկը ավելի շատ ստեղծագործություններ է ընդգրկում ինչպես ասացի կան ստեղծագործություններ որոնք առաջին 3 հրատարակություններում ընդգրկված չէ սակայն գլուխները մնում են նույնը ինչպես եւ նախորդ գրքերի մեջ նախորդ ժողովածուների մեջ ես աշխատանքը սկսում եմ առաջին գլխով որը կոչվում է լինում է չի լինում սա վերաբերում է ոչ միայն իմ մանկությանը ինձ թվում է շատերիս մանկությանը որովհետև ծնվել եւ մեծացել ենք մի հասարակության մեջ որտեղ գրեթե բոլորս տեսել ենք գրեթե նույն բաները կամ չենք տեսել նույն բաները, այն ինչ որ պիտի տեսնեինք չենք տեսել եւ հաճախ երբ որ հիշում ես, երբ որ քայլում ես այդ մանկության հետքերով, փորձում ես հետ գնալ ուզում ես հիշել ինչ որ բաներ եղել են քո կյանքում, թե չեն եղել, ինչ որ բաներ դու ունեցել ես, թե չես ունեցել, թե դրանք միայն երազ էր քո համար, որոնք անցան գնացին ու դու չհասկացար այդպես էլ դա ունեցել ես դա եղել է թե ոչ դրա համար առաջին գլուխը կոչվում է լինում է չի լինում այսինքն նման է մի հեքիաթի որտեղ դու ցանկանում ես հետագայում երբ որ հասկանում ես ինչ բան է մանկությունը ցանկանում ես վերագտնել վերապրել այն ամենը ինչ որ դու տեսել ես ինչ որ ցանկանում ես կամ ցանկացել ես ունենալ եւ չես ունեցել, բայց սկսում ես մոլորվել, մտածել, դա եղել է քո կյանքում, թե ոչ։ Առաջին գլխին վերաբերող նոր գրքի մեջ ստեղծագործություններից կցանկանայի առաջինը, որ ձեզ կցանկանայի ներկայացնել, դա այս ինչ գիրք վերցրեց, սպիտակ էջերով գիրք էլ կար։ Առաջինը, որ կուզեի ես ձեզ ներկայացնել, դա մի ստեղծագործություն է, որ գրվեց տարիներ հետո, երբ որ ես արդեն իմ ծննդավայրում չէի, հրազդանում չէի եւ սովորում էի, հետ գնացի իմ ծննդավայր, իմ մանկության փողոցները, իմ մանկության բակը եւ տեսա, որ ամեն ինչ այն չէ, ինչ որ ես զգացել եմ, ամեն ինչ այն չէ, ինչ որ ես տեսել եմ, եւ իհարկե դա կարոտի եւ զղջումի մեծ զգացումներ արտնացրեց իմ մեջ կոչվում է ես եկել եմ ողջույն քաղաք իմ մանկության մայրաքաղաք հիշում ես ինձ ես քո գրկում մանկացել եմ մի ժամանակ
Ես չափել եմ փողոցները քո ծուռ ու մուռ, անգիր արել ամեն մի քար, ամեն մի թուփ, ու երբ հոգնել, անհոգաբար փարվել եմ քո կանաչ գրկում, ըմբոշխնել եմ բույրդ քնքուշ, կերել համեղ բարիքներդ հողածնունդ, եւ հագեցած քուն եմ մտել շվաքի տակ անուշ, ողջույն բակիմ, հիշում ես ինչ, չարաճճի այն մանուկին, ինչքան ենք մենք սիրել իրար, մաշել բազում քաղցր բաներ, պահեր քո ճամփեքին, քո քարերը հողն անսասան, իրենց վրա դեռ կրում են հեքիաթները իմ մանկության, եւ հետքերը շիր խաղերի, որոնց ձայնը դեռ լսվում է հեռուներից, ինչքան եմ քեզ երկրպագել, քո մարդկանցով եռուզեռով ու գույներով հպարտացել, քեզ իմ սրտում դեպի անհուն ու անհատակ հեռուներն եմ ես սլացել, ողջույն իմ տուն, իմ հուշերի երազատուն, իմ սուրբ օջախ, քո ջերմ գրկում ես գտել եմ խաղաղություն, քո պատերը լի հուշերով ինձ գրկում են, իրենց գրկում համբերատար ու անվրդով ընդունել են միշտ դռնբաց, սեր, ապավեն, հույս ու հավատ փնտրողներին հոգեգորով, իսկ ես զվարթ հագեցել եմ անմնացորդ քո ջերմությամբ, որ բաշխել ես դու անմեկին, դեպի քո դուռը վազողին, շռայլորեն ու խնդությամբ, ողջույն քաղաք, իմ մանկության հուշաքաղաք, ինչու ես լուռ, այդպես տխուր, չես ցանկանում արձագանքել իմ ողջունին, եւ ոչ էլ դու սիրելի բակ, ոչ էլ անգամ դու իմ տնակ, դուք դատարկվել, խորթացել եք ամբողջովին, դարձել անշունչ, լքված ու անմարդաբնակ, ես եկել եմ, որ վերադարձնեմ ձեր երբեմնի փայլն ու շունչը, ձեր հմայքը, այն ամենը, ինչ տվել եք ինձ երբևէ։ Իհարկե այս ամենը տեսնելով այդ լքված ամեն ինչը, բակը, տունը եւ ամեն ինչը հասկանում ես, որ այն ամենը ինչ որ դու ցանկանում ես այլևս հետ չի գալու, այն ինչ որ տեսել ես այլևս չես տեսնելու եւ անցնելով այդ մանկության հետքերով հասկանում ես, որ արդեն կորցրել ես մանկությունը դեռևս այն ժամանակ, երբ որ դեռ մանուկ էիր։ Դեռ մանուկ էի, երբ որ հասկացա, որ կորցրել եմ ես մանկությունս, բայց թե խորհելու առիթ չունեցա, քանզի չէր ներում սուղ ժամանակս։ Եվ ես բռնեցի որոնումների մշուշով պատված իմ մոլոր ճամփան, ու քայլում եմ դեռ միտքս հուշերին երազը կորցրած մանուկի նման։ Եվ ես չեմ փնտրում ոչ փառք, ոչ անուն, քանզի դրանք չէ, որ կորցրել եմ։ Ես մանկությունն եմ իմ լույս որոնում, որ մի օր կորավ երազներիս պես։ Եվ այդ ճանապարհին, երբ որ ես դառնում էի տուն, հանկարծ հիշեցի, որ ունեցել եմ մի խաղալիք, որը շատ եմ սիրել եւ որը կորել է հանկարծ։ Եվ ինչպես է կորել։ Տատս, որին չեմ հիշում, շատ աղոտ եմ հիշում, որովհետեւ շատ շուտ է մահացել, ասաց խաղալիքը ձյան տակ է, երբ որ ձյունը հալվի, կբերենք, կտանք քեզ։ Եվ այդպես էլ իմ խաղալիքը կորավ, ձյունը հալվեց, տատս մահացավ, ժամանակները անցան, բայց ես իմ խաղալիքը չունեցա։ Եվ այդպես էլ իմ չեմ հիշում, իմ հուշերի մեջ այդպես էլ չկարողացա գտնել այդ խաղալիքը ինչ էր, կար թե չէ։ Այդ իսկ պատճառով ես գրեցի այս ստեղծագործությունը, որը կոչվում է խաղալիք, եւ կխնդրեի, ով է արտասանելու խաղալիքը, կխնդրեի քնարիկին, որպեսզի նա մեզ ասմունքի խաղալիք ստեղծագործություն։ Ձյունն է կացան այս նեղլիկ, ինձ տանում է դեպի տուն, դեպի օջախն իմ գողտրիկ, ուրկից երել եմ անտուն։ Ձյունը փափուկ գորգի պես, ճռճռում է ոտքիս տակ, ես քայլում եմ մանկան պես, երազի մեջ սպիտակ։ Ու փնտրում եմ ձյունի տակ խաղալիքն իմ մանկության, որ մի անհույս ժամանակ մնացել էր խորքում ձյան։ Մի անցյալի երազանք, որ ճիշտն ասած չեմ հիշում, եղել է այն իրական, թե մանկան իմ երազում։ Շնորհակալ։ Ապրես։
Եվ այդ ճանապարհին, երբ որ ես մտա տուն, նայեցի իմ պատուհանից եւ զգացի, ապրեցի այն ամենը ինչ տեսել եմ։ Զգացի այն պահերը, երբ որ մենք անհոգաբար խաղում էինք դրսում եւ կանչում էինք մեր ծնողներին եւ անհապաղ, անմիջապես այդ պատուհանից ընկնում էր այն ամենը, ինչ որ մենք ուզում էինք, այսինքն կոպեկներ եւ այլն, որպեսզի մենք գնանք մեր մանկական մեր ցանկությունները հագուրտ տալ մեր ցանկություններից։ Եվ այդ ժամանակ էր, որ ես այդ գիշեր, այդ օրը մնացի իմ հայրական օջախում, քնեցի այնտեղ եւ կարծես թե վերագտա իմ մանկությունը, որ մի ժամանակ կորել էր։ Եվ այդ ստեղծագործությունը, որը հիմա կհնչի մեր սիրելի Կարինեի ձայնով, կոչվում է «Գտնված մանկություն»։ Մի ժամանակ իմ այս փոքրիկ լուսամուտից ներս էր մտնում կամաց այգեբացը պոկված լույսից։ Ներս էր մտնում հուշիկ, նուշիկ, գրկում էր ինձ մեղմապարար ու դուրս տանում թևիկ դեպի արար։ Երբ է եղել ժամանակն այդ, կամ եղել է երբևիցե։ Օ, չեմ հիշում, գուցե։ Մի ժամանակ իմ այս փոքրիկ լուսամուտից ըստ պահանջի անժամանակ մանանա էր տեղում անթիվ, տեղում էր ու հագուրդ տալիս իմ մանկության ողջ աշխարհին, հեռու մոտիկ ընկերներիս, իմ երազին։ Երբ է եղել ժամանակն այդ, կամ եղել է երբևիցե։ Օ, չեմ հիշում, գուցե։ Մի ժամանակ իմ այս փոքրիկ լուսամուտից սավառնում էր մի քնքուշ ձայն ու տանգիր կկանչում նորից։ Իսկ ես տակավին չկիսած իմ հույզերը աստղերի հետ եւ խաղերս կիսատ թողած գնում էի ետ։ Երբ է եղել ժամանակն այդ, կամ եղել է երբևիցե։ Օ, չեմ հիշում, գուցե։ Մի ժամանակ իմ այս փոքրիկ լուսամուտից հիր լուսնյակի ուսին նստած ցատկում էի սենյակ դրսից եւ լի մանկան երազներով սուզվում էի գիրկը նիրհի, անցնում գունեղ արահետով լուսաբացի։ Երբ է եղել ժամանակն այդ, կամ եղել է երբևիցե։ Օ, չեմ հիշում, գուցե։ Հիմա անքուն, իմ այս փոքրիկ լուսամուտից ես իմ կորած լույսն եմ փնտրում, որ այլևս չի այցելում այգեբացին։ Ես փորձում եմ հիշել նորից, երբ է եղել ժամանակն այն, երբ իմ փոքրիկ լուսամուտից մանանա էր տեղում առատ, երբ մայրական ձայնն անհանգիստ տուն էր կանչում ինձ անհոգիս, եւ ես հենված ուսին լուսնի, սուզվում էի գրկում նիրհի, եւ երազում անժամանակ, մի ժամանակ, որ չեմ հիշում երբ է եղել, կամ եղել է առհասարակ։ Շնորհակալություն Կարինե, կներեք սխալվեցի, սա մի ժամանակ ստեղծագործություններ, այո, չէ, դու ճիշտ ես ասել,
հաջորդ ստեղծագործությունը, որ նորից ես տեսնում եի այդ պատուհանից նայելով, դա կոչվում է գտնված մանկություն, որը մեզ կասմունքի հերմին են։ Այսօր զարթնել եմ մանուկի նման, այն չարաճճի ու շեկլիկ մանչի, ում լուսաբացը պայծառ է այնքան, լի հեքիաթներով մայրական կանչի։ Այսօր ճնճղուկն է ինձ կրկին ձայնել, իմ պատուհանի ջունածած գոքից։ Մենք մի պահ զվարթ իրար ենք նայել, զրուցել մի քիչ դեսից ու դենից։ Ինչքան եմ ես քեզ կարոտել ճնճղուկ, քո ձայնը անուշ, երգդ մեղմահունչ։ Ախ ես էլ քեզ եմ կարոտել մանչուկ, կարծես շշնջաշ ճնճղուկ սիրուն։ Վեր կենամ, մայրս կանչում է արդեն, տեսնես ինչ համեղ ճաշ է պատրաստել։ Եվ հայրս ահա լուր ու լրջադեմ, հայացքը հեռուն խորհում է անվերջ։ Օրը զվարթ է, բոլորը տանն են, ավակ ու կրտսեր, հարսիկ, քույր, եղբայր, ուրեմն այսօր անկասկած տոն է։ Օրը զվարթ է, բոլորը տանն են, ավակ ու կրտսեր, հարսիկ, քույր, եղբայր, ամեն այսօր անկասկած տոն է։ Պիտի այցելենք քեռի, հորեղբայր, եւ օջախը սուրբ հայրական իմ տան դարձյալ կլցվի խինդ ու ծիծաղով։ Ես իմ օրերը գտա մանկության, լի հեքիաթներով, մայրական սիրով։ Վեր կենամ ճնճղուկ, մանկան պես կայտար ճարպկորեն ցատկեմ հորս շալակին, ջերմորեն գրկեմ մորս հոգատար, անհակ կարոտս առնեմ կաթոգին։ Վեր կենամ, օ ոչ, կկորչի հանկարծ օջախս կմանկաթափի, եւ նորից օրեր սին ու տխրամած, նորից երազներ, որ չեն կատարվի։ Ավելի լավ է մի քիչ էլ մնամ, անցկով գտնված մանկության գրկում, դեռ կհասցնեմ, հետո կարթնանամ, հիմա երազս ապրել եմ ուզում։ Շնորհակալություն Հերմինե, եւ նայելով այդ պատուհանից ես հիշում էի, թե ինչպես էինք մենք մանուկներով, երեխաներով մեր խաղերը խաղում եւ հանկարծ չգիտես ինչու հիշեցի, որ մենք բոլորդ էլ երևի այդ օրերով անցել եք, թիթեռ էինք բռնում, ասենք խոտերի մեջ եւ գալարվում էինք անհոգ, խոտ էինք ուտում նույնիսկ, ասենք այն գետնի խնձոր եւ այլն, ծտի պաշար, այո, կորոթիկ, մանկության օրեր, որ ժապավենի նման անցնում էին իմ առջև, երբ որ ես նայում էի այդ պատուհանից, եւ ակամա ծնվեց թիթեռնիկը ստեղծագործությունը, որը մեզ կասմունքի Վիկտորիան։ Բարի լույս ծաղիկ, զարթնիր, այդ ես եմ, մին հես թեթերնիկ, տանիկ, տես ինձ գույներ եմ, բացիր ինձ քո նուր թերթիկները զով, թող որ տամ հագուր ծարավին իմձով, թող քո բույրն անուր սպրեմ դաստերին, որ զարթնին ուշնուշ աշխարը կրկին։ Տուր ինձ ըմբըսնեմ, նեկտարդ յութեղ, ու տանեմ, թողնեմ, ծաղկանց աչակեղ։ Թող ժպտան միմյանց, երկինք ու երկիր, թող կյանքից անած, օր դասեր ու խինդ։
Շնորհակալություն Վիկտորիա։ Եվ ուրեմն այդ ճանապարհին որտեղ ես փնտրում էի իմ խաղալիքը եւ որտեղից տեսնում էի իմ մանկությունը որպես մի ֆիլմ, ես հիշում էի իմ հարազատներին, հիշում էի ու ինձ թվում էր, օրինակ, ես հիշում էի երբ էր Կիրակի օրը, ես չէի հաշվում երբ էր Կիրակի օրը, երբ որ առավոտյան արթնանում էի ու լսում էի ամանների, ափսեների չախչուխկը եւ այլն, տանը, ուրեմն մայրս տանն է, ուրեմն այդ օրը Կիրակի է եւ ես դպրոց չեմ գնալու։ Այդ օրերը, որ լսում էի այդ լվացքի եւ այլն աշխատանքային զեռը տանը, իմ համար տոն էր ամեն մի օր։ Հենց Կարինեի ասած արտասանած, կներեք, Հերմինեի ասմունքած ստեղծագործության մեջ այսօր բոլորը տանն են եւ ինձ համար տոն է, հենց դա է շեշտվում։ Եվ ոչ միայն մենք, ոչ միայն ես սպասում էի իմ ծնողներին այնտեղ տանը, որ պետք է տանը լինի, այլև այդ օրը գալիս էին իմ հորեղբայրները, քեռիները, հորաքույրներ, մորաքույրներ եւ ամեն Կիրակի, կարծես թե ամեն Կիրակի մեր տանը տոն էր լինում եւ հանկարծ մի օր տեսնում ես, որ դատարկվել է այդ տունը եւ դու ամբողջովին մենակ ես, կարծես մի անապատում եւ չես կարողանում համակերպվել այդ մտքի հետ, որ այդ տունը, որտեղ 14 հոգի ապրում էին եւ որտեղ ամեն Կիրակի հավաքվում էր ամբողջ բարեկամությունը, հանկարծ մի օր դատարկվել է։ Այդ միասնությունը ես տեսա մի օր իմ ամբողջ հարազատության եւ այդ օրը նոր տարվա օր էր, ամանորի օր էր, շատ սիրեցի այդ օրը, այնքան սիրեցի, որ այդ ամանորից սկսած մինչև մյուս ամանոր 365 օր ես հաշվում էի, թե ոնց երբ պիտի գա մյուս ամանորը, որպեսզի մենք նորից հավաքվենք, միասին լինենք, որովհետև ամեն մեկը ապրում էր տարբեր քաղաքներում, Հայաստանի իհարկե, եւ սպասում էի այդ օրվան, որ գոնե այդ օրը, դե իհարկե այդպես չի լինում, նույն ձևով երբեք չի լինում, արդեն մյուս տարի, հաջորդ տարի արդեն ուրիշ ձև, ուրիշ մարդկանց շրջապատում։ Ամեն դեպքում ես այդ օրվանից սիրեցի ամանորը եւ ծնվեց այս ստեղծագործությունը, որը կոչվում է Ամանոր եւ որը մեզ կասմունքի Արթուրը։ Արի փոք տանեմ ես քեզ հայկաթային մի աշխարհ, այնտեղ լույս է վառ հերակես եւ փայլեր կան անհամար, այնտեղ երգը փաթիլ, իջնում է ցած երգեքիչ, ամուր կերկում ամեն մի շիրտ եւ բարբերվում կեղկենարիչ, այնտեղ հույս է կյանք է առնում, փայլում, լույսով իրական, երազները վեր են հառնում, դառնում իր մանկական։ Եվ փարվում է նրանք հեշտով եղնուսից թևերին։ Մեզ աչի է գալիս երկով հրաշակեր նոր տարի։ Նա բերում են իրեք անդոր, խինդ ու ճիճան ամենքին։ Բարով եկար մեր ամամոր, բարին դու մեր աշխարհի։ Շնորհակալություն Արթուր, եւ ես մանկությունս հիշում եմ անընդհատ գրեթե միշտ եղբորս հետ, որովհետեւ շատ փոքր եմ եղել, երբ որ ծնողներս թողել են ինձ եղբորս մոտ եւ գնացել են աշխատանքի, եւ ես միշտ հարցրել եմ երբ է գալու, մայրիկս մաման երբ է գալու եղբորս, եւ նա բացատրելու համար, քանի որ ես չեմ հասկանում եւ ժամը չգիտեմ, ինձ ասում էր, մայրս միշտ գալիս էր ժամը 12-ին տուն։ Եվ ինձ ասում էր, երբ որ սլակները այսպես լինեն, այսինքն հավասարվեն իրար, գնան դեպի 12-ը, մաման կգա։
Եվ ես անընդհատ վազելով, այ դա հիշում եմ, վազելով գնում էի ժամին էի նայում, ասում էի հիմա այսպես է։ Մինչև հասնում էր ժամը 12-ը եւ իրոք եղբայրս ինձ չէր խաբում, մայրս գալիս էր տուն։ Եվ ես սպասում էի կարծես թե միշտ սպասում էի եղբորս այդ շարժման, ձեռքերի շարժումը, որ պետք է ցույց տա, որ ահա հիմա արդեն ժամը 12 է եւ մաման գալու է տուն։ Եվ ծնվեց ակամա եւս մի ստեղծագործություն, որը կոչվում է Եղբորս, եւ որը մեզ կասմունքի Դիանան։ Քո մանկության մեջ իմ լույս աշխարհն է։ Օգնություն խնդրող ճիչ ես ազգամ։ Պատանեկությունդ իմ մանկությունն է։ Հույսի ապավեն ձեռքերի շարժմամբ։ Քայլերդ հաստատ դեպի քաոս կյանք ինձ ուղեցույց են ցայսօր եւ միշտ։ Ինչպես Փարոսը Ալեքսանդրյան հուշում են նրանք ճանապարհը ճիշտ։ Իմ աշխարհի մեջ քո աշխարհն է լույս։ Իմ օրորոցից մինչև ահա հայր։ Դու, որ տվեցիր ինձ հաղթելու հույս, դու, իմ հարազատ, իմ արյուն եղբայր։ Շնորհակալություն Դիանա։ Հաջորդ գլուխը գրքի կոչվում է Մայր իմ Աստված։ Իրոք ես երբ որ հասկացա, երբ որ կորցրել եմ մանկությունս, այդ ժամանակվանից սկսել եմ աղոթել հենց մորս։ Սկսել եմ գտնել նրան, հարցեր տալ, ինչպես վարվել տարբեր ժամանակներում, տարբեր խնդիրների առջև կանգնած։ Շատ կարճ ապրեց մայրս եւ ինքն ասում էր, որ ինքը պետք է հեռանա 56 տարեկանում։ Միշտ ասում էր այդ բանը, ես չէի հասկանում, ես չէի լսում այդ խոսքերը։ Նա ասում էր եղբայրներիս, ու մանավանդ քույրերիս, ում հետ ավելի շատ էր զրուցում, եւ պարզ է, որ բարկանում էին, եւ նույնիսկ ես բարկանում էինք նրա վրա, բայց նա կարծես թե գիտեր իր ժամանակը, նա ինքն ասում էր իմ մայրը հեռացել է 56 տարեկանում, ես նույնպես պետք է գնամ 56 տարեկանում։ 56 գարուն բացվեց քո կյանքում, 56-ը դեռ ծաղկունքի շեմին, քեզ իր գիրկն առավ բոլորիս թակուն, քեզ տարավ հեռուներն անդին։ Գարունը ծաղկեց քո շնչով բարի, երկինքը լցվեց բույրով դյութական, իսկ մենք մնացինք որ փուամայի, մնացինք առանց սիրո մայրական։ Հիմա ամենայն նորածին գարուն մենք այցելում ենք մի վես սրբավայր, ուր ծառ ու ծաղկունք քո շունչն են բուրում եւ հագեցնում որբերիս անմայր։ Մայրս անընդհատ ինձ մանուկ ժամանակ ինձ որբ էր անվանում, ասում էր իմ որբ տղան, ես չէի հասկանում դրա իմաստը եւ ուրախանում էի, ինձ թվում էր թե ինքը լավ իմաստով լավ բառ է ասում եւ ես փարվում էի նրան ու հրճվում էի, որ ինքը ինձ որբ է անվանում, սակայն նա գիտեր, որ չի տեսնելու ոչ իմ ամուսնությունը, ոչ իմ երեխաներին, չի վայելելու իմ երեխաների մանկությունը, դրա համար էլ կարծես թե նախագծում էր իր ժամանակը, նախագծում էր իր ապագան, այսպես կարելի ասել, եւ նույնիսկ նա չէր վախենում իր անձից, որ ինքը պետք է հեռանա, այլ նա վախենում էր ինձանից, որ ես պետք է որբ լինեմ։ Դրա համար ինձ անընդհատ եւ խնդրում էր իմ հարազատներին, իմ եղբայրներին, որ ինձ լավ նայեն։ Ես դա չէի հասկանում այն ժամանակ, հետո երբ որ հասկացա այդ բառի եւ այդ իր վարվելակերպի իմաստը, հասկացա, որ մայրս ցանկանում էր, որ ես առանց իրեն չորփանամ։ Ինձ որբ էիր դու անվանում, իսկ ես հոգնած հրճվում էի, իսկ ես կներեք, ինձ որբ էիր դու անվանում, իսկ ես շոյված հրճվում էի անգիտակից, ու բնավ չէի հասկանում, խոսքի դասը քաղցրահնչյուն, բայց վշտալից։ Գրկում էիր ինձ անհամբեր, սեղմում կրծքիդ այնպես ուժգին ու այնպես մեղմ, ասես վերջին անգամ լիներ, ասես վաղն էլ չեմ փարվելու քո գրկին ջերմ։ Հաշված էին օրերը քո եւ ժամերը վարկյանն անգամ օրհասական, դու գիտեիր պահը ներքուստ,
երբ սրբաբար պիտ լքեիր կյանքը դաժան։ Եվ որբ էիր ինձ անվանում ոչ թե անձդ ափսոսալով, այլ կյանքը իմ, որի խռիվ կածաններում դեռ պիտ քարշ տամ տխրադալուկ օրերը իմ։ Դու գնացիր մայր իմ անգին, դու հեռացար քո իսկ ձեռքով գրված ժամին, 12-ի 12-ին, երբ հովերը երգում էին գարնան մասին։ Դու գնացիր, եւ ես հիմա հասկանում եմ խոսքիդ խորհուրդն իմաստալից։ Ինձ որբ էիր ասում իմ մայր, որ առանց քեզ չորփանամ ես քեզանից։ Նա ինչպես ասացի, միշտ գալիս էր ժամը 12-ին եւ հանկարծ այնպես ստացվեց, որ ապրիլի 12-ին ժամը 12-ին նա հեռացավ։ Ես նրան միշտ սպասում էի ժամը 12-ին, որ գար տուն, եւ հանկարծ չգիտեմ նախախնամության ինչ որ ճակատագրի հեգնանք էր թե ինչ էր, նա նույն ժամին հեռացավ մեզանից, հեռացավ ինձանից։ Ես մորս ինչու եմ ասել մայր Աստված, այս գլուխը մայր իմ Աստված, որովհետև իրոք ամեն ինչում գտել եմ նրան, ամեն ինչում փնտրել եմ նրան եւ գտել։ Այն ապաստանը, որը ես գտել եմ եւ այնտեղ ինձ լավ եմ զգացել, դա իմ մայրն էր։ Եվ վստահ եմ, որ բոլորիս հետ էլ այդպես է, բոլորիս մոտ էլ այդպես է։ Եվ այս ստեղծագործությունը, որը կոչվում է մայրս, մեզ կասմունքի դուստրս, Հելենա։ Մայրս, սեր, հոգացություն, փաղաքշանք, հույսի ակունք սրբավայրս, տկար հոգուս հուսավանք, երկչոտ անձի սապաստան, ցրտի դիմաց ջերմություն, ցավին ընդեմ դեղ դարման, տապին աղբյուր զովություն, վտանգի դեմ անողոք, փայփայլիս նուրբ ու զգուշ, հոգսերի մեջ ամբողոք, հոգատար ու անտրտունջ, համբերության ծով օվկյան, որ երբեք էլ չի լցվում, խոհեմության շտեմարան, բոլոր հարցերի լուծում, խավարի մեջ հուսո լույս, փրկության դուռ փականքում, երազներիս արշալույս, ուղեցույց երկմտանքում, զարթոնքի հիր լուսաբաց, մայրամոտի անուշ նինջ, մայրս ակունքն իմ կենաց, կենսաղբյուրն իմ պարս ու ջինջ։ Շնորհակալություն։ Եվ երբ արդեն ընկերության շրջապատում ես այցելում էի ընկերներիս, հարազատներիս եւ այլն, եւ զգում էի ինձ ինչպես տանը, ինչպես իմ տանը, եւ զգում էի նրանց ծնողներին, ինչպես իմ ծնողներ, հաճախ մեծամասամբ նրանց մայրիկներին ես մայրիկ էի անվանում։ Եվ այդ ժամանակ է, որ ծնվեց անունը քո ստեղծագործությունը։ Գիտես մայրիմ, հաճախ անվամբ քո սրբագույն, ես դիմում եմ ինձ մտերիմ հեռու մոտիկ մայրիկներին։ Նրանց ում մեջ որոնում եմ ես անցկաբար կարոտաբուխ սերը անշեջ, որ թողել ես հավերժաբար։ Հաճախ մայրիմ, անունը քո վսեմագույն շռայլում եմ ես շատերին, բայց երբեք չեմ շաղակրատում։ Անունը քո, որ սրբության սրբոցն է իմ, նվիրում եմ մեծաբարո ինձ քո տեղը սիրողներին։ Այսքանով մայր իմ Աստված գլուխը եւ գալիս ենք Մայր Հայաստան երկրի մայր գլխին, որը իմ կասեի թուլությունն է, այսինքն Հայաստանը որպես այդպիսին իմ ընտանիքից, իմ ծնողներից, իմ ծնողների հետ են կանգնած միշտ, որտեղ էլ ես որ լինեմ։ Եվ այս գլխում կցանկանայի լեռները, հա, դու էիր, որ ով էր բա։ Լեռները ով էր, չէ։ Այս
լավ, այս ստեղծագործությունը ցանկանայի ես կարդալ, սա ես ինքս բանաստեղծ չեմ, ես պատմաբան եմ եւ ցանկացա բանաստեղծության շնչով ներկայացնել հայոց պատմությունը այնպեսին ինչպես կա, այն օրվանից, երբ մենք ծնվեցինք եւ այն օրը որտեղ հասել ենք հիմա։ Կոչվում է հայն ինչ իմանար։ Խեղճ Ադամը ինչ իմանար, որ այն հողը, որից կերտվեց, նեռի հորը պիտի դառնար, որտեղ նույնիսկ ինքը խեղդվեց։ Ինչ իմանար Նոյ այն ժամ, երբ դառնում էր դեպ Արարատ, որ երկիրը Նախիջևան պիտի տանջվեր մայր հողից զատ, եւ Հաբեթը պիտի հիմներ տունը Նոյի ու Թորգոմյա, բայց Թորգոմը ոնց գուշակեր, որ տունը իր պիտի այրվեր։ Հետո Հայկը վերադարձավ, օջախը սուրբ հողը նախնյաց, հաղթեց բելին հզորացավ, հիմնեց Հայկը Արարատած, բայց որտեղից գիտնար Հայկը, որ բյուր տարի ու դարեր անց պիտ մասնատվեր հզոր Հայկը ու բսկտվեր կամաց։ Այն պահել է քաջ Արամեն եւ Արգիշտին ամենազոր, հասել բարի Արտաշեսեն միջ Տիգրանը մեծ թագավոր, բայց արքաներն արևածին ոնց պահեին ջահը անշեջ, երբ շուրջ բոլոր լոկ հողմածին քամիներ են շրջում անվերջ, նույնիսկ խաչը Քրիստոսի անզոր եղավ նրանց ձեռքին, եւ ավելին կոտորածի առիթ տվեց բիրտ ոսոխին, եւ ինչ աներ Սուրբ Մաշտոցը, երբ ազգերը Բարբարոսյան ատում էին գիրք գրքոցը եւ խորհուրդը խաղաղության, քաջ Վարդանը ինչպես թողներ, որ դրախտը Եդեմական անգիտակից մահով ընկներ, պատերազմում օրհասական, եւ Դավիթը Սասնա տնից, որ հովիվ էր մի գառնարած, ինչպես թույլ տար, որ Մսրից գան ու տիրեն հող նավետյաց, բայց թե ինչպես գիտենային գիտակներն ու քաջերն այոց, որ քոչվորներ պիտի գային, մեզ հարևան ու մեզնից հոց, ոնց չողպար նարեկացին տանջանքները հայոց ազգի, երբ Արնախում հագարացին, իրեն տեր էր զգում երկրի, այնպես որ հայն Աստվածածին հարկադրված տունն իր լքեց եւ Կիլիկյան առյուծածին նորեն գտավ ու շենացրեց, բայց թե անկուշտ հագարացուն վիճակված չէր մենակ լափել, զիներանից արյունարբու մեկ այլ ցեղ կար վայրենասեր, եւ այն էլ ինչ վայրենասեր, խողխողելու խենթ գյուտարար, մահվան վարպետ ու մարդակեր, ցեղասպանի առաջատար, լույս արեգակն ինչ իմանար, որ իր տաքուկ շողերի տակ կյանքը մի օր պիտ գոյանար ու պարգևեր մեկ ուրիշ կյանք, ինչ իմանար հենց կյանքն անտեր, որ բնածին մահից բացի կյանքասպաններ պիտի ծներ, լույսի ու մարդ Արարածի։ Եվ հասնելով Հայաստանը, Հայաստանի թեմային, որ ես իրոք համարում եմ մեր երկիր մոլորակի մայրը, չլինի այնպես, որ մենք հայ ենք դրա համար ենք ասում, այլ իրոք դա այդպես է, որովհետև որ հիմա Մովսեսը կասի, էլի սկսեց իր ազգայնամոլությունը, եթե մենք ազգայնամոլ չլինենք հիմա, պետք է այդպես լինեինք 100 տարի առաջ, բայց եթե չեղանք դրա համար էլ հասանք այսօրին, հիմա պիտի 30 միլիոն լինեինք, ընդամենը 10 միլիոն ենք, որից 5 միլիոնն էլ կամաց հեռանում է իր արմատներից, մի բան, որը շատ ցավալի է, մի բան, որի դեմ պետք է պայքարենք հենց այստեղից, պետք է պայքարենք մեր տանը, մեր տներում, մեր ընտանիքներում, որպեսզի ու ծացում չլինի երբեք։ Սակայն այն, որ մենք, ես կասեի առաջին ազգն ենք, դրանում կասկած անգամ չեմ տեսնում, ճիշտ է, շատ հին գրքեր, գրություններ մեր պատմիչների փորձել են շրջանցել Հայաստանը, չշեշտել իրենց գրքերում, այդ թվում նաև Աստվածաշունչը, սակայն դա նրանց չի հաջողվել։ Չի հաջողվել, քանի որ Հայաստանը ի վերջո հայտնվել է աշխարհի ամենահին քարտեզում, Հայաստանը նշվում է Աստվածաշնչում, թեկուզ չուզենալով, բայց նշվում է, քանի որ գրվում է, որ դրախտից
սկիզբ են առել 4 գետեր, Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը եւ Փիսոնը, այս 4 գետերը սկիզբ են առնում հայկական լեռնաշխարհից, որտեղ է դրախտը, հարց է ծագում։ Ճիշտ է, չեն նշել, աշխատել են չնշել, որպեսզի հայի ինքնագիտակցությունից հանեն մեր իսկ հենց մեր ինքնագիտակցությունը, այն ինչ որ մենք կանք, սակայն դա նրանց չի հաջողվել, այդ նրանց նկատի ունեն բոլորին, աշխարհին, բայց մենք չենք նեղացել աշխարհից, մենք այնքան բարի ենք գտնվել, որ նույնիսկ Թուրքին հրավիրել ենք մեր տուն, որը մեզ կոտորել է, այնքան բարի ենք գտնվել, որ հիմա մենք մեր ստեղծած երկրում, մեր ստեղծած տանը տեղ չունենք, թափառական ենք դարձել ամբողջ աշխարհում ենք, այդքան հանդուրժող ենք եւ այդքան բարի, բայց պետք է ասեմ, որ պետք չէ այդքան հանդուրժող եւ բարի լինել, աշխարհը փոխվում է, մենք պետք է փոխվենք աշխարհի հետ, որպեսզի կարողանանք ցույց տալ աշխարհին ով ենք մենք, կամաց արթնանում է այդ ինքնագիտակցությունը, գիտեք, այս սովետական միությունից հետո կամաց մեր մոտ արթնանում է, քանի որ թույլ են տալիս, որ արթնանա, թե չէ Դիակոնովների նմանները ասում էին, որ Ուրարտուն հայկական պետություն չէ, այլ խորհրդային միության հնագույն պետություններից մեկն է, այսինքն ամեն կերպով մեզանից աշխատել են հանել մեր ինքնագիտակցությունը, փակել եկեղեցիներ, դպրոցներ, Չիլինգարյանները սարքել չիլինգարովներ եւ այլն, բայց մենք մնացինք, մենք համառ ենք, մենք պայքարող ենք եւ պետք է ցույց տանք անընդհատ մեր ով լինելը, մենք որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնալու։ Առաջին լեզուն էլ է հայերեն, ես դա մի քանի անգամ ասել եմ, երբ որ դեռևս հոդաբաշ խոսք էր ամբողջ հայկական լեռնաշխարհում, դեռևս մարդիկ ասում էին քար, հող, օդ, ջուր, փայտ, խոտ եւ այլն, ձի, շուն, տուն, դրանք միվանկանի բառեր են, դրանք եղել են հնչյուններ, չեն եղել բառեր, դեռևս այն ժամանակ եղել են հնչյուններ, հետո վերածվեցին հայոց լեզվի բառարանի, այսինքն ինչ է նշանակում, որ պարզ, հոդաբաշ բառը, խոսքը առաջին անգամ լսվել է այնտեղ, ոչ ոք չի կարող ասել քար բառը որտեղից առաջացավ, չէ, մի խումբ մարդիկ հավաքվեցին, մեկը վերցրեց ինչ որ մի իր, ասաց քար եւ այդպես էլ մնաց դրա անունը։ Բոլոր այն սկզբնական բառերը, որը մարդը տեսել է առաջին անգամ եւ օգտագործել է, մի վանկանի բառեր են, մի վանկանի պարզ բառեր են հայերեն։ Դա նշանակում է, որ նույնիսկ մարդկության առաջին հոդաբաշ խոսքը, հոդաբաշ լեզուն դա հայերենն է։ Սա պետք է ասենք եւ չամաչենք։ Մեկ-մեկ մենք ամաչում ենք, դե ոնց ասենք, որ Ազնավուրը հայ է, չէ, պետք է ասենք։ Ոնց ասենք, որ Արա Մալիկյանը հայ է, չէ, պետք է ասենք։ Պետք է ասենք ու հպարտանանք։ Իհարկե։ Իհարկե։ Արի։ Բարև ձեզ։ Նախ Արարատ ջան, գիտենք, որ նոր ես վերադարձել Հայաստանից, շնորհավորում ենք եւ հետևում էինք քեզ, գիտենք քո բոլոր առօրյանը, արժանացել է Սփյուռքի նախարարության կողմից հայապահպանման համար բարձրագույն պատվոգրի, շնորհավորում ենք բոլորիս Արարատի գլխավորությամբ, շնորհավորում եմ նաև այս գրքի լուսընծայման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում բոլորիս անունից մեզ այս մեծ նվերը մատուցելու համար, որովհետեւ սա այստեղ երևի միայն սա է պակասում։ Ես միշտ հուզվում եմ, չգիտեմ, անկախ ինձանից։ Հիշիր, որ հայ ես, խոսքդ շաքարով կտրեմ, բարեկամ, եթե բարին ես կամենում եւ կամ գեթ մի ակնթարթ քնելուց առաջ մտածում ես, որ հայ ես, վերջ, առաջ, չես կարծում արդյոք, որ փնովելով մեր արիած ազգը նսեմացնելով, ինքդ ակամա դառնում ես նսեմ եւ պղտորում ես անունդ վսեմ, արյունդ վսեմ, չլինի ազգդ ազգդ հանել է աչքդ, որ օր ու գիշեր ցցում ես քիթդ
Էս մեր հայերը պախարակելով մեր կուր բարքերը, գոնը խոսելիս մի շեշտիր մերը, թե չէ հայերը հիշում են մորդ, որ գուցե դաժան երկունքի պահին անիծել է իր վարքը հեշտագին։ Մարիամ ջան, շնորհակալություն, բայց շատ դաժան բանաստեղծություն ընտրեցիր, ես ջղայնացա այս բանաստեղծությունը գրելիս, մենք Մադրիդում միջոցառում ունեինք եւ այդ միջոցառումը հենց հայերի շրջանում էր, քանի որ նշվում էր Տիգրան Պետրոսյանի, չեմ հիշում որ ամյակը, եւ կազմակերպողը դուրս եկավ, ասեց էս մեր հայերը անընդհատ եւ ես ջղայնացա, բարկաց ասում եմ դու ինքդ կազմակերպում ես եւ վերջում էլ ասում ես էս մեր հայերը, չի կարելի։ Մենք մեր մատի փուշը հանողը հենց հայերն են, մեր ոչ ոք, ոչ մի իսպանացի, լավ բարեկամներ ունենք, լավ ընկերներ ունենք իսպանացի եւ այլ ազգի իհարկե, բայց մեր մատի փուշը հանողը հայն է։ Առաջին հերթին մեզ հասնողը հայն է, որովհետեւ մեզ հասկանում է։ Դրա համար ես մի քիչ չեմ ընդունում, երբ որ հավաքվում ենք միտեղ ու ասում են էս հայերը, հա։ Ես որ առաջին անգամ գալիս էի Իսպանիա, ինձ ասում էին հայերից հեռու մնա։ Ես զարմանում էի, որովհետև ես իմ փրկությունը տեսնում էի հենց հայերի մեջ եւ ես տեսա այդ փրկությունը հայերի մեջ։ Ես ապրել եմ մի գյուղում, որը կոչվում է Էպիլա, այնտեղ ոչ մի հայ չկար։ Ես կանչեցի եղբորս, եկավ իր ընտանիքով, 2 երեխա ունի եւ ես փորձում էինք այդ 5-6 հոգով ստեղծել հայկական համայնք այդ Էպիլայում, մի փոքրիկ գյուղում, որտեղ ընդամենը 5000 բնակչություն կա, եւ փորձում էինք ներկայացումներ տալ 5 հոգով։ Ես, եղբայրս, կինը եւ երեխաները։ Այսինքն ես միշտ փնտրել եմ դա, փնտրել եմ հայաշատ քաղաքներ, փնտրել եմ այստեղ մի բան հիմնելու, մի բան ստեղծելու, որպեսզի չուծացվենք վերջապես այս շրջապատում, որը շատ հեշտ է, մեզ համար շատ հեշտ է։ Եթե ես միշտ ասել եմ, եթե կան խառն ամուսնություններ, իսպանացի հայ կամ ռուս հայ եւ այլն հակառակ, մեր ով է խոսումը տենց բարձր, ես ջղայնանալու եմ։ Մեր մյուս զույգը, այսինքն մեր հայ զույգը այդ խառն ամուսնության անպայման սովորում է կամ իսպաներեն կամ ռուսերեն կամ այլ լեզու, բայց չենք փորձում սովորեցնել նրան այդ մեր մյուս զույգին հայերեն։ Չենք փորձում, այո, չենք փորձում մոտեցնել Հայաստանին, հա։ Իհարկե երեխաներին, բայց պատկերացրեք Ֆրիդա ջան, Ռուսաստանի 2.5 միլիոնանոց հայկական համայնքում 1.5 միլիոնը հայերեն չի խոսում։ Պատկերացնում եք դա, որ պետք է հակառակը լիներ 5 միլիոն, այո, 5 միլիոն, չէ, նույնիսկ ես ազգականներ ունեմ, որ ամուսնացել են ռուսի հետ եւ փոխվել է ամեն ինչ, լրիվ փոխվել է, ես գիտեմ, տեսել եմ, ապրել եմ այդ շրջապատում։ Եվ ես իմ համար մի կարգախոս եմ գրել, որը երևի հաճախակի Facebook-ում կարդում եք, մեծն բանաստեղծի խոսքերով ասած, խոսքերի հիման վրա, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը Ռուսաստանը հայացնելու մեջ է։ Երբ որ մենք Ռուսաստանը կարողացանք հայացնել, այն ժամանակ մենք փրկություն կունենանք։ Դեռևս հակառակն է կատարվում։ Ռուսաստանը ռուսացնում է հայերին։ Երբ որ կհասնենք դրան, նույնիսկ պետք չի Հայաստանի հայերի մասին մտածել, լավն են, վատն են, իհարկե լավ եւ վատ հայեր կան, մեր հայրենիքը մեր իշխանությունը չէ։ Մենք դրա մասին չպետք է մտածենք։ Մենք պիտի մտածենք, որ հայության մեծամասնությունը դրսում է եւ մենք պետք է մնանք հայ։ Եվ այս ասելով ես կցանկանայի խոսքը տալ Խաչիկին, մեր փոքրիկ Խաչիկին, որը մեզ կասմունքի Հայաստանը ստեղծագործություն։ Հայաստանը
Ճանաչում ես Հայաստանը, ուր ամեն ոք զգում է իրեն ինչպես տանը, աստվածների սուր ոստանը, որտեղ նրանք կարարեցին իրենց հոգում ադամորդուն, և որտեղից գետն է հոսում, դրախտային ու կենսատու։ Ճանաչում ես երկիրն այս հին, որտեղ իրար ողջագուրվում են կաթոգին, իրականը հեքիաթային, և հեքիաթը դյուցազնացին, իսկ սահմանը նրանց միջև խոյանում է երկինքն մինչև, գեդեմական սուրբ պարտեզեն, սլանալով մինչև երկիր հաբետաշեն։ Ծանոթ է քեզ տաճարն այս գեղ, որ կերտել է տորքը անգեղ, անգեղների տոհմից ահեղ, և ոչ մի բանի պես դու չես տեսել և ոչ մի տեղ, կամ այս վանքը, երկնայինի երազանքը, որի խաչին կաթացել է Քրիստոսի տառապանքը, նրա հոգու հառաչանքը, Արարատը, դու տեսել ես ճերմակափայլ այս գագաթը, որից նորեն իջավ մարդը, մեր աշխարհի կենաց զարդը, նայիր մեջքին ծեր հինավուրց, դեր կրում է հպարտորեն ու անթաքույց, մի սուրբ խորհուրդ, երկնքին ու երկրից իցույց։ Իսկ պտուղը քաղցրահամ, համ տեսել ես գետ մեկ անգամ, որին խնձոր են անվանում արմենական, իսկ մենք ծիրան, կամ ըմպել ես գինին անուշ, որ ծորում է անմիջապես վազից նուշ, լցոնելով մառան ու կուժ, և խմողին պարգևելով գեռանդ ու ուժ։ Քո ողջ կյանքում գետ մեկ անգամ դու եղել ես Հայաստանում, այն ոստանում, որտեղ հոգիդ հարստանում ու լցվում է խաղաղությամբ, կենաց շնչով ու ջերմությամբ, որից հետո դու կարող ես հպարտությամբ հասդարարել, որ ապրել ես կյանքն այս անձամբ, թե չես եղել Հայաստանում, այս լեռների տաքուկ գրկում, անտառներում կանաչապատ ու դաշտերում մրգապատում, էլ ինչու ես ժամանակդ իզուր վատնում, վեր կաց եղբայր, տանեմ ես քեզ դրախտային մի սուրբ պարտեզ, համտեսելու անուշ մրգեր արևակեզ և ըմպելու անմահական ջուրը անտես։ Արի եղբայր, արի երթանք մի սրբավայր, գոյի կյանքի ու մարդկության ծննդավայր, որտեղից սկիզբ է առել երկիրը մայր, այնտեղ են քո արմատները, այնտեղ են քո ապուպապի տուն ու տեղը, և որքան թեև փոքրիկ, բայց միշտ կանգուն, սուրբ ոստանը, Հայաստանը։ Ապրես, Խաչիկ, և այս ամեն ինչ, որ ասաց Խաչիկը, ես զգացի 2010 թվականին, երբ վերադարձա Հայաստան, և մենք անցնում էինք Գորիսով, չգիտեմ եղել եք այնտեղ թե չէ, այդ գահավիժող ձորերն ու այդ ժայռերը, այդ բարձրաբերձ, տեսնում ես և զարմանում ես, թե ինչպես կարելի է նման արարչագործություն, նման թանգարան բաց երկնքի տակ, և ես զգացի, որ նորից ես Հայաստանի մեջ եմ։ Եվ այս ստեղծագործությունը, որ կոչվում է «Դարձյալ քո մեջ եմ», մեզ նորից կասմունքի կարին է։
Դարձյալ քո մեջ եմ, քո գահավիժող ձորերի սրտում և երկնասլած լեռների գրկում, որոնց խոյակերտ ճեղքերից իվար լույս է թափանցում պարելով խոնար, լույսը երկնային, արևից պոկված, որ կատկթում է լուր, սիրահարված, աստվածածնունդ քո հողի վրա ու ստեղծում գունեղ մի ծաղկասրա, գետ մի ակնթարդ, և ես քո հողի ծիլն եմ երբեմնի, բողբոջը ծառի, և մանու կշեք մայրական գրկում, և ժիր պատանին, որ տունկ է տնկում, որ հետո պիտի ծլի ու ծաղկի, դառնա հովանին ամեն մի ծաղկի, քո հողը շոյող ամեն մի բասկի ու քեզ փայփայող քո սուրբ զավակի։ Դարձյալ քո մեջ եմ, արդեն խոյացած ծառից շուքի տակ, որ ժամանակին տունկ էր մի շիտակ, հիմա խորուրդն է ազգի հայրենյաց և պահապանը օջախի նախնյաց, որ ծխացել է ու պիտի ծխա, մանկան ծնունդով լեցվի ու ցնծա, իր գիրկը կանչի պանդուխտ զավակին, որ շենացնի երկիրը հայկի։ Շնորհակալություն։ Եվ անցնելով ահա Հայաստանի գլուխը, Մայր Հայաստան, երկրի մայր, հասնում ենք սիրո անուշներում գլխին, որտեղ այս գլխում սկիզբ է առել իմ առաջին բանաստեղծությունը, ասա։ Ուղղակի դու անցար այն բաժինը, որտեղից ես ընտրել եմ բանաստեղծությունները։ Իհարկե ես ուզում եմ մի քանի խոսք ասել այսօրվա միջոցառման մեղավորի մասին ու շնորհակալություն հայտնել, որ այսպիսի միջոցառում, որտեղ կարող ենք հավաքվել այսպես հայերով, միասնական, տնավարի, ինչու չէ չվախենամ ասեմ ու իրար հետ խոսենք, զրուցենք մեր հոգսերից, մեր լավորերից, մեր հիշողություններից եւ այլն եւ այլն։ Իհարկե մի քիչ իրավունք չեմ վերապահում Արարատ Ղուկասյանի մասին ավելի շատ խոսել, որովհետեւ ձեզանից յուրաքանչյուրը նրան ավելի լավ գիտի, ավելի շատ գիտի ու ավելի շատ բան կարող է ասել։ Բայց այն, ինչ ես տարի կեսվա ընթացքում հասցրել եմ նկատել, ճանաչել, խոսել, կուզենայի այսօր մի քանի նախադասությամբ արտահայտել միտքս։ Մի կարծեք, թե հեշտ է խոսել մի մարդու մասին, որ իր մեջ խտացնում է բազմատեսակ անհատների, ուրեմն Արարատ Ղուկասյանի ներսում կա հայրենիքի անցյալով, ներկայով, վաղվա օրով ապրող, ինչու չէ տառապող, տանջվող պատմաբանը, կա ակտիվ հասարակական գործիչը, որը ջանք ու եռանդ չի խնայում իր ազատ ժամանակից, եթե ունենում է իհարկե գողանում է, որպեսզի կարողանա մեր ամենամեծագույն ցավը, որ արդեն մեկ դար եւ ավելի շարունակ մեզ տառապանք է պատճառում, դա եղերն է բոլորս գիտենք, նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Իսպանիայում բոլորը ճանաչեն, բոլորը միաձայն դատապարտեն։ Այսինքն նա օգնում է հայերին, որպեսզի տեր կանգնեն իրենց դատին։ Արարատ Ղուկասյանը իր մեջ խտացնում է մի հայի կերպար, որը փորձում է այս փոքրիկ գաղութում, այս փոքրիկ, քանի որ համեմատած մյուս երկրներին երևի Իսպանիայում ավելի քիչ են հայերը, հայապահպանության հարցը նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կարողանա բարձր մակարդակի վրա պահպանել։ Ես նրան տեսնում եմ դպրոցում, այսինքն նա իր մեջ խտացնում է նաև այն ուսուցչին, նվիրված ուսուցչին, որը կարողանում է փոքրիկների խինդով, փոքրիկների
թրթռուն հայերենով ապրել։ Պատկերացրեք, ես մեկ-մեկ նրա համբերությանը նախանձում եմ, մեկ-մեկ զարմանում եմ, հիանում եմ, ոնց կարող է նա այնպիսի համբերությամբ աշխատել մեր հայ փոքրիկների հետ, որոնք չարաճճի են, որոնք դպրոց են գալիս իրար հետ խաղալու, բայց նաև լսում են, նաև սովորում են, նաև կարծում եմ տուն են տանում յուրաքանչյուր օր մի նոր հայերեն արտահայտություն։ Եվ վերջապես Արարատ Ղուկասյանը հայրենասեր, հասարակական գործիչ, պատմաբան լինելուց զատ մեծ սիրերգու է։ Գիտեք, բանաստեղծի մեծությունը նրանում է, երբ մեր իսկ մտածումները, մեր իսկ ապրումները, հուզումները կարողանում է այնքան գեղեցիկ, գեղարվեստական եւ մեզ հասկանալի լեզվով մատուցել, որը մեզ հուզում է, մեզ հաճույք է պատճառում։ Մենք հանկարծ զգում ենք, որ դա մենք ենք գրել, մեր հոգուց է բխում։ Այսինքն բանաստեղծությունը, երբ որ կարդում ես նրա, ես ոչ միայն սիրերգության մասին եմ խոսում, այլ ընդհանրապես հայրենասիրական, որտեղ նա չխոսեց հայ զինվորի մասին, իր բանաստեղծություններում նա շատ մեծ դեր նշանակություն է տալիս, ինչպես մայրապաշտ յուրաքանչյուր հայ մեծ տեղ է տալիս նա հայ մոր կերպարին, նա ինքն իրեն նաև հակասում է, ինչպես յուրաքանչյուրս։ Ոչ մեկ չեմ հավատա, եթե որևէ մեկն ասի, որ ես ինքս ինձ չեմ հակասում։ Մենք բազմաթիվ անգամներ Աստծո վերաբերյալ զրույցներ ենք ունեցել, խոսակցություններ ենք ունեցել ու հիմա ես հանկարծ գտա մի բանաստեղծություն, որտեղ Արարատը հանկարծ խոստովանում է, նա չգիտեմ ինչու մեկ-մեկ ժխտում էր Աստծո գոյությունը, հիմա ես իրեն բռնացրեցի այս բանաստեղծությամբ։ Երբ ասում եմ Աստված չկա, հակասել եմ ինձ ցանկանում։ Երբ ասում եմ Աստված վկա, որոնում եմ ու չեմ գտնում։ Արարատ, Աստված կա, որ դու այստեղ ես, որ այսքան հայերի հավաքել ես, որ այս գիրքը լույս են ծայվել, ամեն ինչում Աստված կա, հավատա, ես չէ, որ դա քեզ պետք է ասեմ, ու այս Աստվածատուր շնորհքը տաղանդը հենց Աստծուց է։ Բայց քանի որ ես նախընտրեցի սիրային բանաստեղծությունները ներկայացնել, որպեսզի ձեզ շատ ձանձրացնեմ, սկզբում ասեցի, որ կաշխատեմ քիչ խոսել, որովհետև ես իրավունք չունեմ Արարատին այդքան շատ ներկայացնելու, ամենայն դեպս ուզում եմ ներկայացնել նրա ինքն իրեն հակասող երկու սիրային բանաստեղծություն, ուզում եմ երաժշտություն միացնել, որ ավելի հետաքրքիր լսեք։ Մինչև Գայանեն կմիացնի երաժշտությունը, ինչու ծնվեց այդ Աստված հարցական նշանով բանաստեղծությունը, որովհետև երբ ուզում էի փնտրել Աստծուն, հանկարծ հիշում էի 15 թիվը, որտեղ մահանում էին հղի հայերը, հղի կանայք, որտեղ մահանում էին մեր մանուկները, մեր ծերունիները, որոնք իրենց ձեռքերը պարզում էին եւ մի փշուր հաց էին մուրում, հաց էին որոնում ու չէին գտնում ուր էր Աստված այդ ժամանակ։ 1.5 միլիոն։ Ուրեմն սկզբում Արարատը ընտրեց գնա բանաստեղծությունը, ես ուզում էի մի գնայից սկսել, բայց խնդիր չկա, գնայից սկսեմ։ Այսինքն այս երկու բանաստեղծությունները, երբ որ ես կկարդամ, դուք կհասկանաք, որ մարդու ներսում ապրող ինքն իրեն հակասող տարբեր ժամանակներում, տարբեր իրավիճակներում, տարբեր զգացողություններով ապրող բանաստեղծը ինչպես ինչ սրտի թրթիրով, ինչ ցավով կամ ինչ հպարտությամբ կամ ինչ նվիրումով է փորձում իր զգացմունքները ի ցույց դնել, իր զգացմունքները մատուցել ընթերցողին։ Բանաստեղծությունը կոչվում է գնա։ Ոչինչ, ոչինչ չեմ ասում ես քեզ, գնա,
Եվ գուցե շվայտ քո կյանքում գինարբուկներից մեկում հարբած կլինես, այնքան, որ ցոփ ու խինդդ կրքոտ քո հոգում կդառնան հանկարծ մի լուր հառաչանք, երբ որ դու հիշես օրերն անցյալի եւ լացել կուզես կարոտից անհակ, բայց լացդ կփոխվի դառը ծիծաղի եւ կարմրափայլ գինին խնջույքի արցունքախառն արյուն կթվա, անուշաբույր մարմինը ցանկալի գարշահոտ սողուն պսպղուն հակած, իսկ մարդիկ աչքիդ գայլեր կերևան, փայլող բիբերով բրի կրքերով ու կգգվեն քեզ տարփանքով հիվանդ, իսկ դու կլացես դառը ժպիտով, կսեղմես ափիդ մեջ բաժակդ գինյում, ներքին մի կամքով կփշրես այն, եւ փշրանքները նման մեր սիրուն կթափվեն դանդաղ, կթափվեն անձայն, եւ դու կփախչես այդ բիրտ քաոսից, կվազես արագ ինչպես հորտանձրևն այն, որ քեզ համընթաց վազում է ողբաձայն, գոռում է քեզ հետ լացում ողբաձայն, եւ ճանապարհը մթին դժվարին, շքեղաշուկ լուսեղ պալատից, քեզ կբերի հեռու մենավոր խրճիտնեմ, խռով այս կյանքից, խռով քեզանից, դու շնչակտուր ու լացակումած կընկնես իմ առջև, ներիր ինձ, կասես, ես քեզ կասեմ, ոչինչ, ոչինչ չեմ ասում ես քեզ, պարզապես գնա, պարզապես է իմ այլոց իմպրովիզեր իմներ, Հուսամ Արարատը կների։ Հիմա տեսեք Արարատ Ղուկասյան բանաստեղծը ինչպես է հակասում ինքն իրեն, մի գնա բանաստեղծությամբ։ Այո, կյանքում լինում են պահեր, երբ որ դու ինչ-որ մեկին քո կողակցին ասում ես գնա, բայց ուզում ես որ չգնա։ Նաև այդպիսի պահեր են լինում։ Դու մի գնա, մի հեռացիր, նույնիսկ ես, երբ ես անմտաբար վտարում եմ քեզ ինձանից, մի անտեսիր ձայնը սրտիդ, նույնիսկ երբ զուտ պահին գերի հոխորտում է լեզուս անմիտ, որքան լեզուս սնդոստանում, այնքան հոգիս խոհեմաբար ավելի է հոգուտ տենչում, դու մի գնա, եթե անգամ տկարանձս գոռոզանա մենակությամբ հոժարակամ, այլ գրկիր ինձ, կրքոտ այնքան, որ ձեռքերս անհնազանդ քեզ հրելու տեղ չունենան, համբուրիր ինձ, այնպես ուժգին, որ խենթ լեզուս հնազանդվի ամենազոր սիրո ուժին, հաղորդիր ինձ, կանչը հոգուտ, որ մինչև իսկ եթե գնաս, հոգիս դառնա սիրո պանդուխտ, բայց մի գնա, մի հեռացիր, եթե անգամ մի օր ինքս անհետանամ, հանկարծակի, միևնույն է, հետ պիտի գամ, վերադառնամ պիտի մի օր, ինչքան էլ վեր, որ հեռու գնամ, իսկ երբ հետ գամ, դու չլինես, լքած լինես բույնը սիրո, վերադարձիր, կսպասեմ քեզ, վերադարձիր ու մի գնա, մի հեռացիր ինձնից երբեք, եթե նույնիսկ հույս չմնա,
Եթե վերջին հույսը անգամ անհետանա, մեռնի հավետ, շրջվիր մի պահ ու տես, որ կամ։ Տես, որ ոչ թե հույս ու հավատ, այլ սեր եմ քեզ խոստովանում, հավերժական ու անաղարտ, ոչ թե սպասում ու դեգերում, անհայտության թոհ ու բոհում, այլև հոգի ու նվիրում, ոչ թե երաս, այլ երազանք, ոչ թե դատարկ ու սին խոստում, այլև անկեղծ խոստովանանք։ Դու մի գնա, եթե անգամ խղճիտ խայթը կորցրած լինես, ես իմ խիղճը հենց քեզ կտամ հանուն հանդուրժումի, հանուն սիրո հավերժության և անսպառ նվիրումի, կտամ, գուցե հեռանալիս, ինձ ներելու տեղ ունենաս, ներես, զղջաս ու չգնաս։ Խոսելով ինքն իրեն հակասով Արարատ Ղուկասյան բանաստեղծի, մարդու, պատմաբանի, հասարակական գործչի, ուսուցչի և այս ինչերը կարող եմ շատ թվարկել, այո, ես ուզում եմ սիրային բանաստեղծություններով ավարտել, իհարկե Արարատը ինձ թույլ է տվել, որ ես մեկ բանաստեղծություն ևս ընթերցեմ, բայց ես չեմ ուզում ձեր համբերությունը չհրաժարել, չեմ կարդա, կամ եթե ժամանակ մնա կկարդամ, չէ, հետո։ Խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ տողերով, հետևյալ նախադասությամբ։ Եկեք խոստովանենք, որքան էլ Արարատին քննադատենք, չհավանենք, մարդկային իր ունեցած թերությունները փորձենք քննադատել, միևնույն է, նրա մեջ եղած առավելությունները շատ են։ Միայն այն հանգամանքը, որ այնքան շատ զբաղված լինելով, ընտանիք երեխաներ ունենալով, աշխատանք ունենալով հանդերձ, որ պետք է իր ընտանիքի օրվա հոգսը հոգա, նա այսքան ժամանակ է հատկացնում հայերին համախմբելու, հայ երեխաներին հայեցի կրթելու, հայապահպանության մեծագույն, կարևորագույն պատասխանատու գործում, նա արժանի է իսկապես ծափահարության։ Ես կուզենայի բոլորդ ոտնկայ ծափահարեիք։ Գայանեն ինձ ամաչացրեց, ես եմ շնորհակալ ձեզանից, ես պետք է ծափահարեմ ձեզ, որովհետև ձեզ միշտ, մանավանդ երեխաների ծնողներին միշտ համարել եմ հերոսներ, որ իրենց ազատ ժամանակը զոհաբերում են, իրենց ազատ օրը զոհաբերում են և իրենց երեխաներին բերում են դասի։ Այստեղ Կույերայից մարդիկ ունենք, 50 կիլոմետր կտրում երեխաներին բերում են, որպեսզի երեխաները հայատար լինեն, որպեսզի հայաճանաչ լինեն։ Դա իրոք ծափահարության արժանի է։ Ես շնորհակալ եմ ձեզանից, անկեղծ եմ ասում, դուք հերոսներ եք բոլորդ, ոչ միայն ծնողները, և այստեղ բոլորս և այն հայերը, ովքեր այսօր չեն կարողացել ներկա լինել, ես ձեզ շատ սիրում ու հարգում եմ։ Ահա ևս մի անձնավորություն, ով մեր դպրոցի հիմքն է եղել, Էլֆրիդա Հովհաննիսյանը, խնդրեմ։ Արարատ ջան, ես նույնպես շնորհավորում եմ քեզ այս գեղեցիկ գրքիդ համար։ Առաջին տպագրության գիրքը ունեի։ Ազնվորեն ասեմ, երկար ժամանակ չէի կարողանում սկսել կարդալ։ Չգիտեմ, բանաստեղծություն, պոեզիա կարդալը մի տեսակ դուրս է եկել, չգիտեմ ասեմ, մոդայից է դուրս եկել, թե մեր ժամանակ չունենալուց է դուրս եկել, միգուցե մի 80%-ի մոտ ժամանակի առումով չենք կարողանում տրամադրել պոեզիային,
Բայց քանի որ պիտի գայի, ես էլ նստեցի, կարդացի, որտեվ ամոթը լավ բան է, էլի, գիրքը հեղինակից նվեր ստացած մարդը չի կարող չկարդալ։ Ու քեզնից շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ կարողանում ես ռոմանտիցիզմի գիրկը մի քիչ տանել, մի քիչ ռոմանտիկա ես տալիս մեր կյանքին։ Շատ շնորհակալություն քեզ Արարատ ջան, ու որ դու մի հետաքրքիր բան ես սկսել, միշտ էլ անես, ես էլի շնորհակալ կլինեմ Facebook-ում, ովքեր որ ընկեր են, Արարատ ովքեր ունեն որպես ընկեր, ինքը երբեմն իր գրքից բանաստեղծություններ է գցում։ Այ դրանից լավ բան, Արարատ, էլ չի լինի, նստում ես ու ստիպված գոնե կարդում ես դա։ Շատ շնորհակալություն դրա համար էլ, Արարատ ջան։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ դու գրել էիր, ամեն մեկս գնացինք մեր տները, մեր մանկությունները, շնորհակալություն քեզ ու այսքանս եւ ովքեր որ քեզ ճանաչում են, պիտի երջանիկ լինեն, որ մենք անձամբ ենք ճանաչում բանաստեղծ Արարատ Ղուկասյանին։ Այնպես որ տարիները հետո, այն որ դու արդեն շատ հանրաճանաչ կլինես, մենք երջանիկներից ենք լինելու, որ քեզ կողքի տեսել ենք, հաց ենք կերել ու զրուցել ենք հետդ։ Շնորհակալություն։ Գիտեք, ես կցանկանայի, որ բոլորս գրենք։ Բոլորս էլ ինչ-որ մի բան ունենք գրել։ Դա նկարելու պես մի բան է, ով չի նկարել իր կյանքում։ Բոլորս հո նկարիչ չենք դարձել։ Նկարել ենք եւ մի ժամանակ թողել ենք, չէ՞, այսինքն հիմա էլ ենք նկարում, ինչ գիտես։ Բայց նաեւ եկեք գրենք, եկեք մեր հույզերը, մեր զգացմունքները կարողանանք տալ թերթին։ Ես գիտեմ, այստեղ տաղանդներ են նստած, այստեղ տաղանդներ են եւ ես ուրախ եմ ձեզանով եւ ես ուզում եմ, որ հաջորդ անգամ մենք գանք որևիցե մեկի այստեղ նստած գրքի շնորհանդեսին շատ կուզենամ եւ ձեզ ողջևորում եմ, որպեսզի գրեք։ Դա լավ բան է, դա խաղաղություն է։ Մարդ երբ որ զբաղված է գրելով, մոռանում է պատերազմի մասին, մոռանում է վիճելու մասին, այն ինչ որ անում ես դու, այն ինչ որ տալիս ես, դու տալիս ես թղթին եւ մոռանում ես այն հակասությունների կամ այն ջղայնության մասին, որ պետք է ասենք թե ինչ որ մեկի հանդեպ ունենայիր։ Ես այստեղ նաև առաջին հերթին մեծ շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ տիկին Սվետային, ով նույնպես իր հանգիստը զոհաբերում է եւ գալիս է կատարելու իր սիրած գործը, այն գործը, որով զբաղվել է տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում, երեխաներին դասավանդելով։ Ես շնորհակալ եմ ձեզանից, տիկին Սվետա։ Միշտ այդպես մանուկների նման մանուկ լինեք ու մանուկներին սիրեք, այնպես ինչպես որ դուք եք սիրում։ Ձեր տաղանդը մեզ պետք է, ձեր շնորհքը մեզ պետք է, դուք մեզ պետք եք, որպեսզի չուծացվենք, որպեսզի փրկենք այս երեխաներին։ Իրոք դա ես համարում եմ փրկություն։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ գալիս եք։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել եւ չի ուզենա ավարտել, եթե չասեի, որ իմ առաջին բանաստեղծությունը հենց սիրո վերաբերյալ է եղել։ Ես առաջին բանաստեղծությունս գրել եմ 14 տարեկանում, երբ որ 10 տարեկանում սիրահարվեցի իմ ուսուցչուհուն։ Եվ 4 տարի անց ծնվեց այս հետաքրքիր բանաստեղծությունը, որ կոչվում է Երազ։ Սիրո անուշ անուշներով պարուրված, ես քուն մտա ամեն ինչը մոռացած, եւ կարծես թե ինչ որ բանից դրդված, երազ տեսա այս աշխարհից հեռացած։ Երազիս մեջ ես քեզ տեսա իմ անգին, ես քեզ տեսա դրախտածին մի հովտում, այն աշխարհում, որ հովերը երկնային, մաքրամաքուր մեր սերն էին ավետում։ Մենք հոգետով քայլում էինք սիրահար, մեզ ընծայված հավերժության կածանով, դեպի արև, դեպի սերը երկնահար, որ անցնում էր երկնի կապույտ կամարով։ Երբ հարվեցին աչքերը մեր իրարու, քո շուրթերից մի երգ հոսեց մեղմահունջ, մի մեղեդի, որ դյուրահույզ իմ հոգում վառեց բոցը հավերժական մեր սիրո։ Երբ սա գրվեց, ես հասկացա, որ կարող եմ գրել եւ շարունակեցի, արդեն դե գիտեք, ընդհանրապես պոեզիան այնպիսի մի
ժանր է գրական, որը շարունակական է, որ դա պատմավեպ չէ կամ վեպ չէ, որը դու գրես եւ վերջացնես։ Դա կարող է տևել քո ամբողջ կյանքում եւ լինել պահի ազդեցության տակ։ Ամեն մի ստեղծագործություն կարող է լինել տվյալ պահի զգացման ազդեցության տակ։ Եվ այդ իսկ պատճառով դա շարունակական է եւ փոփոխական։ Նոր Գայանեն ասում էր մի մարդ կարող է ասել գնա, մի մարդ կարող է նույն մարդը կարող է ասել նաև մի գնա, հենց հաջորդ պահին։ Եվ այս գլխում ես կցանկանայի, որպեսզի հնչի մոմը ստեղծագործությունը, որը գրել եմ ճամբարակում ծառայության ժամանակ խրամատներում, երբ մոմի լույսի տակ բոլորը քնած էին զինվորները, եւ ես պատկերացրի, որ այս մոմի լույսի տակ ես բաժանվել եմ այն մի սիրուց, որը իրոք այդ ժամանակաշրջանում, այդ ժամանակահատվածում մեծ դեր էր խաղացել իմ կյանքում։ Մոմը իր վերջին ճիքերն է անում, ուրը որ է ահա շունչը կփչի, մի սեր էլ դանդաղ անցյալ է դառնում, հալվում է մարում լույսի հետ մոմի, մթին անդորում անձրևն է երգում, լալիս մոտալուտ բաժանման համար, երկու զույգ աչքեր իրար են նայում, զրուցում անձայն, գիշերում խավար։ Գիշերն է վերջին սիրահար զույգի, հուշերն են լողում մտքերում նրանց, անմոռաց հուշեր արժանի գովքի, բայց ավաղ նրանք լուրել հեռացան։ Մոմը իր վերջին ճիքեր արեց, հալվեց ու մարեց ծխալով տխուր։ Մի սեր ծխի հետ վերև համբարձեց, դարձավ անձրևոտ օրերի մի հուշ։ Շնորհակալություն Հերմինե, իրոք շատ դժվար է հրաժեշտը ընդհանրապես կյանքում ինչ որ մեկին, ինչ որ մի անձնավորության ում մենք հրաժեշտ ենք տալիս, դա մեծ դեր է խաղում մեր կյանքում, հետագայում մեծ հետք է ունենում մեր կյանքում։ Ես նույնիսկ չեմ սիրել այն ֆիլմերը, այսինքն շատ եմ սիրել եւ տխրել դրանցով, այն ֆիլմերը, որտեղ վերջում հերոսը ոչ թե մահանում է, այլ նրանք հրաժեշտ են տալիս իրար։ Շատ ծանր է ազդում այդ հանգամանք, այդ երևույթը իմ կյանքում ընդհանրապես։ Սակայն մենք ինչ որտեղ կարող ենք հերոսանալ, երբ որ որոշենք գնալ դրան։ Ինչ որտեղ կարող ենք մեզ ուժեղ զգալ, երբ որ գնալ։ Վերջին վարկյան, մի ակնթարթ, որում առանց հապաղելու անօգնական, առանց իրար տեղ զիջելու գլորվում են անհնազանդ ու անհանգիստ բառեր, մտքեր, զգացումներ, գլորվում են առանց հանգի, անհրավեր, մեկը մյուսին հրմշտելով, առանց հերթի, համբերահատ խենթ ցասումով, ցանկանալով ուրվագծել կուր պատնեշը հրաժեշտի։ Մի ակնթարթ, հայացքների ու հույզերի կտրուկ բախում, որից պոկվող բեկորները բաժանումի զարհուրելի պատին բախվում ու գանվում են հուրհավիտյան, սվաղելով մոտեցումի ամեն մի ճեղք, ամեն սահման, որտեղ անգութ մահանում են և խիղճ, և մեղք, և ակամա,
Եվ լերթացող մտնոլորտում բաժանումի ամեն մի փորձ միացումի ծվատվում է բիրտ անխնա մնում է գետ խոսքը թաքուն սփոփումի որ հնչում է եղերական հասնում մինչև պատն աներեր ծառս լինում անօգնական ու ցնդում վեր մնաս բարով գնաս բարով Շնորհակալություն բոլոր ասմունքողների ձայները տանսպար շատ ապրեք շատ շնորհակալ Ես եմ ուզում իմ շնորհակալական խոսքը ուղղել քեզ Ես Արարատին ճանաչում եմ արդեն կլինի 11 տարի 2002 թե 3 թվականից չէ Մենք էլ միասին աշխատել ենք, հետո ինչ-ինչ հանգամանքների պատճառով, իմ զբաղվածության պատճառով չկարողացա գալ։ Այո, հնչեցին գեղեցիկ խոսքեր քո հասցեին, բոլորը իրական էին։ Մեծատարով մարդ կարելի է ասել շատ հայեցի։ Բոլորս էլ հայրենասեր ենք, բայց կարևորը միայն հայրենասեր լինելը չէ, կարևորը որ կարողանաս արտահայտել, վարակել, դու կարողանում ես դա անել։ Անձամբ ես իմ կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ հրավերքի եւ նման սա շատ պարտավորեցնող գործ է, հանձնարարություն է, որ վստահեցիր, քո երեկոյի մասնակից դարձրեցիր, շատ շնորհակալություն։ Նորանոր մտքեր եմ քեզ ցանկանում ու անսպառ լինեն, մենք էլ կարդանք, հիանանք ու հավերժացնենք քո խոսքերը Արարատ ջան։ Շնորհավորանքներս։ Շնորհակալություն Կարինե։ Այո, իդեպ Կարինեն նույնպես մեր դպրոցի հիմնադրման օրվանից աշխատել է մեր երեխաների հետ, դասավանդել է, նա էլ հեռվից է եկել, ինքն իր երեխային բերել է, Լիլիթը հիմա ինձանից մեծ է արդեն։ Ես շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ եւ ցանկանում եմ, որ դրանք չմնան հուշեր որպես, որ մենք շարունակենք այդ գործերը, մենք պետք է շարունակենք, թեկուզ հեռավորության վրա, թեկուզ չմասնակցելով անմիջական, բայց գոնե կարողանանք մեր ընտանիքներում, մեր շրջապատում կարողանանք հայեցիությունը պահպանել, դա շատ կարևոր է։ Մենք շատ լավ բաներ կարող ենք վերցնել իսպանացիներից, ռուսներից, մյուսներից, բայց կրկնակի, եռակի ավելի շատ կարող ենք տալ, այն ամեն ինչ ունենք միայն մենք հայերս, այնպես որ կարողանանք պահպանել դա այդ հայեցիությունը։ Եվ անցնելով մյուս գլխին ես ցանկանում եմ վերջացնել այս երեկոն եւ խոսքը տալ նորից Գայանեին, ով մեզ կասմունքի ձեռքեր ստեղծագործությունը, որը ես համարում եմ նույնիսկ մի քիչ պոեմ, որովհետև ընդգրկում է այն բոլոր ձեռքերը, որոնք մարդու մտքի հլու գործիքներն են։ Մենք այս ձեռքերով կարող ենք անել եւ լավություն եւ վատություն։ Եթե կարող ենք անել լավություն, ուրեմն աշխատենք անել այդ։ Տեսեք Հերմինեն ինչ լավություն է արել, այն տորթը, որ թխել բերել է, դա նրա ձեռքերի աշխատանքն է։ Այսպիսի լավ բաներ անենք, այսպիսի Ուրեմն ինչպես մնացած բոլոր ստեղծագործություններում այստեղ նույնպես երևում է ինքն իրեն հակասող, հայրենասեր, ազգասեր, մարդասեր Արարատ Ղուկասյանը։ Այսինքն ձեռքեր բանաստեղծությամբ նա այնքան բան է ասել, որ մարդ Արարածին բնութագրելու համար գուցե եւ հատորներ պետք լինեին։ Ձեռքեր գործունյա, ձեռքեր գործազուրկ, մարդկային մտքի հլու գործիքներ։ Ձեր խոր ափերից
ինչեր չի հնչում, թե կենաց և թե մահացու ճիչեր, ձեռքեր կան, որոնք կյանք են պարգևում, փրկում տկարին մահվան ճանկերից, ձեռքեր կան, որոնք կյանքերը ծաղկուն նետում են մահվան ճանկը ահալից, ձեռքեր կան, որոնց հրաշք մատներից ավյուն է ծնվում, տաղ ու տաղավար, իսկ ձեռքեր էլ կան, որոնց ափերից արյուն է ծորում, ավեր ու ավար, ոսկե ձեռքեր կան, հմուտ արարիչ, երկաթը կռող, քարից հաց քամող, իսկ ձեռքեր էլ կան բութ ու ավերիչ, նախանց անցկությամբ շինածը քանդող, ձեռքեր կան, որոնք այնքան ջերմագին գրկում են ու նուրբ գուրգուրում մեկին, ձեռքեր կան, որոնք հերթով ամենքին խեղդում են իրենց գրկում մահացին, ձեռքեր կան հողոտ կամ ալրաթաթաղ, որոնցից կենաց աղբյուր է բխում, ձեռքեր կան աղտոտ ու արնաթաթաղ, որոնց մեջ հոգին փտում է, նեղում, ձեռքեր կան, որոնք փշուր են մորում, իրենց զավակի կերը մշտական, ձեռքեր կան, որոնք իրենց բռերում փշրում են նույնիսկ ծիլը մայրական, ձեռքեր կան, որոնք սեր են սերմանում, լցնում աշխարհը լույս ու ջերմությամբ, ձեռքեր կան, որոնք սերմերը հանում, ցիրուցան են անում հույժ հատելությամբ, ձեռքեր կան, որոնք առատ են, աղա, լեցուն բարություն անելու կամքով, իսկ ձեռքեր էլ կան, որոնք անխնա կոտրում են հենց նույն ձեռքերը կորով, կան ձեռքեր, որոնք պատրաստ են ընդմիշտ տալ նվիրելու, խեղճին գտալու, բայց և կան ձեռքեր բիրտ ու կողոպտիչ, որոնք սովոր են միայն խլելու, կան թոհուբոհում կոշտացած ձեռքեր, որոնք այնքան նուրբ ու հեզ են այնքան, և կան փափկակյաց սատանի չանչեր, որոնց մի ժեստից պայթում է ական, կան խաչակնքող, խաչ կերտող ձեռքեր, աղոթքից հոգնած հավատքին գերի, կան նաև խաչին կնքող մագիլներ, որոնք պաշտում են հավատքը ուժի, ինչ տեսակ ձեռքեր ասես, որ չկան, աշխարհակործան և աշխարհակերտ, ես կապկպել եմ ուզում ձեռքերն այն, որ հղանում են չարաբեր մտքեր, ես ուզում եմ, որ ազատ արձակվեն կապանքներում լուր տանջվող ձեռքերը, որոնք բարության գործին ապավեն, պատրաստ են փոխել այս փուչ աշխարհը, նորից շնորհակալություն, որ այս րոպեները պարգևեցիր մեզ, որ մեզ այստեղ հավաքեցիր ու մենք նորից մտքով թռչեցինք մեր ոսկեղենիկ հայերենի գիրկը։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած, այս րոպեները դուք ինձ պարգևեցիք, ես ձեզ չպարգևեցի, ես ուղղակի ձեզ կարոտել էի, ասացի հավաքվենք, մի հատ տեսնենք ինչ կա, ինչ չկա, անչափ շնորհակալ եմ, ասեմ, որ Գայանեն մեր հայկական միության վերածնունդն է, ես այդ ասել եմ և կասեմ միշտ, եկեք
այնպես անենք, որ այդ վերածնված այլևս չմեռնի, որ նորից վերածնվի։ Եկեք միասին լինենք, միասնական լինենք։ Եկեք ստեղծագործենք, եկեք նկարենք, ինչ որ մեկի բոլորս տաղանդներ ենք։ Այստեղ Անահիտն է, Էդգարի կինը, ով շատ հիասքանչ նկարում է, շատ լավ նկարում է։ Եվ ես արդեն քանի տարի նրան ասում եմ, նկարներդ հավաքի, որպեսզի Անահիտին գիտեք, Ռոմանի մայրը։ Այստեղ բժշկուհի ունենք, մյուս Անահիտը մեր, որ կարող է, ասենք, բժշկության եւ երիտասարդության դասեր պարգևի մեզ։ Այո, այստեղ ունենք բոլորիդ էլ սիրում եմ, բոլորդ էլ տաղանդներ եք, եկեք մենք մեր տաղանդը չմերցնենք մեր մեջ, եկեք, այն որ ասում են, չէ դու չես կարող գրել, դա արդեն կարող է սպանել մարդուն, դու չես կարող նկարել, արդեն սպանում է մարդուն, եկեք այնպես անենք, որ այդ կարծիքները չլսենք կամ լսենք և դա մեր վրա ազդեցություն չթողնի։ Եթե ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բանում մենք կարող ենք դա անել, եկեք անենք, եկեք ցույց տանք և մեր իսպանացի բարեկամներին, և բոլորին, և ինքներս մեզ, և մեր հարազատներին, որ մենք կարող ենք դա անել։ Եկեք փրկենք մեր երեխաներին, դարձնենք հայաճանաչ, դարձնենք հայեցի, որպեսզի նրանք կարողանան ցույց տալ, կարողանան ասել, ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնալու։ Շնորհակալություն, gracias a esta casa también, muchas gracias por todo. Espero que algo de armenio habéis aprendido. La próxima vez, una obra de estos que sepáis de memoria, por lo menos. Bueno, de leer no. Անչափ շնորհակալ եմ եւ եկեք միասին մի բաժակ շնորհավորենք բոլորիս։ Շնորհակալություն։ Ես կմակագրեմ իհարկե, ես պատրաստ եմ, բերեք գրքերը, ես մակագրեմ։